Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ կաթոլիկ եկեղեցին խոր վշտի մեջ է, իսկ աշխարհը լարված սպասման։ Սուրբ Աթոռը պատրաստվում է ընտրել նոր գերագույն հովվապետ։ Կոնկլավի Պապի ընտրության փակ ծիսակարգի մեկնարկը սպասվում է առաջիկա օրերին, Սուրբ Պետրոսի 266-րդ տեղապայի հուղարկավորությունից հետո։ Մինչև 80 տարեկան կարդինալները կհավաքվեն Սիքստինյան մատուռում եւ փակ քվեարկությամբ կընդունեն որոշում, որը կարող է փոխել եկեղեցու հետագա ուղին։ Նոր Պապի ընտրության մասին կհայտարարվի ավանդական սպիտակ ծխով։ Ֆավորիտների թվում է Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը, փորձառու դիվանագետ, որը հայտնի է իր հաշտարար մոտեցմամբ։ Մյուս առաջատար թեկնածուներն են Մատեո Ձուպին, Բոլոնիայի arczepiskopos-ը, սոցիալական ուղղվածությամբ հայտնի գործիչ, եւ Պիեր Բատիստա Պիցաբալան, Երուսաղեմի լատին պատրիարքը, որն աչքի է ընկնում իր միջկրոնական երկխոսության հարցերում իր նշանակալի դերով։ Լուրջ հավակնորդ է նաեւ ֆիլիպինցի կարդինալ Լուիս Անտոնիո Տագլենը, որին հորդորջում են Ասիայի Ֆրանցիսկոս։ Աֆրիկայից կարդինալ Պիտեր Թուրքսոնը, որը բազմիցս հանդես է եկել կլիմայի եւ սոցիալական արդարության հարցերով, կարող է ընդգծել եկեղեցու վերաբերմունքը գլոբալ խնդիրների նկատմամբ։ Պահպանողական դիրքորոշմամբ հանդես եկող Պետեր Էրդենը Հունգարիայից նույնպես շրջանառվող անուններից է։ Չի բացառվում նաև իտալացի Անջելո Սկոլայի վերադարձը թեկնածուների շարք։ Այս կոնկլավը դիտարկվում է որպես պատմական, իր գլոբալ ընդգրկմամբ։ Լա Ստամպայի գնահատմամբ, սա կարող է լինել ամենամիջազգային քվեարկությունը կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ։ Կաթոլիկ եկեղեցին նոր էջ է բացում, հավատացյալների աչքերը կրկին Սիքստինյան մատուռի ծխնելույզին են։ Դավիթ Գենջոյան, Renews Armenia։